Հարգելի հետևորդներ, մեդիահաբը շարունակում է հրատապ ռեժիմով աշխատել Գյումրիից, այսօր հայրաքաղաքը ընտրում է տեղական ինքնակառավարման մարմիններին, 9 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել դառնալու Գյումրու քաղաքային իշխանության մասը և յուրաքանչյուր ուժի առաջին համարը հավակնում է դառնալ Գյումրու համայնքապետ։ Նշենք, որ վաղ առավոտից 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը, համայնքապետի թեկնածուներից շատերն արդեն կատարել են իրենց ընտրությունը և գրեթե բոլորը վստահություն են հայտնել, որ իրենք ունենալու են ձայների մեծամասնությունը։ Այս պահին մենք գտնվում ենք Գյումրու թիվ 23 դպրոցի տարածքում, որտեղ եւս մեկ ընտրատեղամաս կա տեղակայված։ Նշենք, որ արդեն քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ այստեղ որոշակի ընտրակեղծիքներ են իրականացվում եւ ներսում կհասկանանք, թե ինչ է կատարվում։ Սահակյան Արմեն 31-14 տեղամասի հանձնաժողովի նախագահ։ Պարոն Սահակյան, խնդրում եմ ներկայացնել, թե մինչ այժմ ինչ իրավիճակ է այս հանձնաժողովում, ընտրողների ինչ հոսք կա ու ընդհանրապես գոհացնող է ցուցանիշները։ Ընտրողների ահագին հոսք ունենք, մեզ չի որ չունենք, շարժը կա։ Այս պահի տերությամբ ունենք մոտ 200 քանի ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը։ Իսկ ինչ մնում է մի թեթև միջադեպին, ինչ որ միջադեպ տեղի ունեցավ, որովհետև բանը թեկնածուն անձամբ ներկայացել էր, որը օրենքով 67-րդ հոդվածի 13 կետով իրավունք չունի տեղամասում լինելու թեկնածուն, արձանագրվել է, որևէ խնդիր չունենք, իր հունով գնում է ընտրությունները, էս եղել, այս մեր տեղամասի միակ միջադեպը, չգիտեմ, ճիշտն ասած, ես չեմ կարող ասեմ, թե որ բանի, որովհետև իր այդ բեջի վրա միայն աննազգաններ թեկնածություններ, այսինքն տագը մանրամասնած չէր, թե որտեղ է ինչ։ Իսկ ով է արձանագրել, ով է նկատել, որ նա թեկնածու է։ Ուրեմն ես եմ նկատել, որ թեկնածու է, արձանագրությունը կազմել եմ քարտուղարի եւ անդամների հետ միասին ու կազմակերպված այդ գործողությունը օրենքի սահմաններում կատարվել է։ Դրսում տեղյակ եք, որ դրսում էլ է միջադեպ տեղի ունեցել։ Դրսի միջադեպից տեղյակ եմ, բայց այդ 50 մետր տարածությունից մի քիչ այն կողմ է եղել, որը բայց էլի իմ հանձնարարությամբ մեր տեղամասի ոստիկանները միջամտել են, կանխել են, դրանց հետո որևէ բան չի եղել, նորմալ իրավիճակ է եղել։ Այսինքն աջակիցների միջև էր այդ միջադեպը, թե կրկին է թեկնածուն կար։ Ճիշտն ասած, ես այդ մասը չեմ տեսել, չգիտեմ, չեմ կարած ես ասեմ, որովհետև այդ արդեն գտնվում է ընտրատեղամասի տարածքից դուրս ու այդ պատկերացրեք վիճակի չես էլի, այստեղից մինչև այն մյուս քաշմերուկը դու վերահսկես։ Ամեն դեպքում ամբողջությամբ խաղաղ չի, ինչ-որ խնդիրներ առաջանում են, այսպես թե։ Այդ մեր փոքր խնդիր առաջացավ առավոտյան ու վերջ, էլ ուրիշ խաղաղ այս վիճակում հանգիստ ընտրություններն անցկացվում են։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ։